Սա երկրորդ մասն է եւ այսպես կավարտենք եւ ուշադրություն դարձրեք նշաններին, դա կարող է կապված լինել թվերի հետ, թռչունների հետ, թվերը պարտադիր են, որովհետեւ կլինեն դրանք եւ ձեր երազներին, դրանք կլինեն ձեր հարցի պատասխանները դուրս գալու որոշ այլ իրավիճակներից եւ ճիշտ իրավիճակները գնահատելու, ձեր մասնագիտականը ճիշտ ընտրելու, որովհետեւ պետք չի ճակատագրական որոշումներ կայացնեք, որի համար կարող եք զղջալ։ Իսկ հունիսի վերջերը Յուպիտերը ձեզ կտա լավ հնարավորություններ կարգավորել ձեր ծնողների հետ հարաբերությունները եւ որպեսզի դուք ավելի հոգատար լինեք նրանց հանդեպ, նրանց հանդեպ ուշադրություն դարձնեք, որովհետեւ սա էլ է կարեւոր, պետք չի մենակ ձեզ կոտորեք, տակ աշխատանքին, սա նաեւ ձկներին է վերաբերվում։ Փորձեք մի փոքր, երբ առանձնանում եք, նկարեք ձեր Նեպտունը ավելի լավացնելու համար։ Նեպտունը նաև նկարելն է, երաժշտությունն է եւ այլն։ Շատ խոյերը, մենք բոլորս գիտենք, խոյերը սիրում են միշտ առաջի տեղում լինել եւ դա Մարսն է։ Սև Լիլիթի մասին էի ուզում ասել, դուք կգտնեք, կհասկանաք, որ բավականին շատ թշնամիներ ունեք, բացահայտումներ կարող եք անել, ինչը ձեզ կարող է զարմացնել, այսպես բաներ են լինելու ձեր կյանքում, այնպես որ հարգելիներս մի զարմացեք, սա նաև ձկներին էլ է վերաբերվում, պարտներների հետ աշխատեք ձեր էներգիաները ճիշտ, օգտագործեք շատերը կարող է լավ առաջարկներ ստանան եւ կարիերայում մեծ աճ ունենան, բարձրունքներ ունենան, հաղթանակեն։ Սա վերաբերվում է եւ խոյ, եւ ձուկ, եւ սովորական ասցիդենտով խոյերին։ Այնպես որ պատրաստվեք, Յուպիտերը ձեզ հունիսի վերջ տալու է լավ հնարավորություն, պետք չի նստել, այլ հակառակը։ Եթե ձեզ թվա, որ ձեր գործերը դանդաղ են գնում, այստեղ պետք չի շտապեք, եղեք մի փոքր համբերատար, որովհետև համբերությունը խնդրեմ է խոյերի համար, դուք չունեք իմպուլսն է ձեր մոտ խոսում եւ քայլեր անելը, բայց ամեն մի ձեր յուրաքանչյուր քայլը պետքա մտածված լինի եւ ինչ անում եք, կապ չունի դա SMM է, ռեկլամ է, բավական ինքը պետքա հետագայում որ լինի էֆեկտիվ եւ ունենաք ձեր կյանքում հաջողություններ։ Շատերը նաեւ կարող է ծրագրավորումներ սովորեն, բավական ժամանակակից ինչ որ բաներ, թվայինների հետ կապված եւ այլը, եւ խոյերի եւ ձկների ասցիդենտով խոյերի մոտ բավականին շատ լավ փոփոխություններ են սպասում։